Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ գործարար Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական կողմն առարկեց տեսանկարահանմանը, թույլատրվեց միայն ձայնագրառում իրականացնել։ Այս ապօրինի քաղաքական հետապնդման վերաբերյալ հանգամանքները ի վերջո դռնապացության կարգով են քննվում։ Եվ իդեպ մենք գտնվում ենք դատական նիստի ամենավաղ շրջանում։ Մենք գտնվում ենք նախնական դատալսումների փուլում, որտեղ դեռևս միայն խափանման միջոցի հարցն ենք ըստ էության քննարկում, որն էլ կրկին ուզում եմ ընդգծել ինձ համար անհասկանալի պայմաններում, բայց բոլոր դեպքերում հետաձգվեց, շարունակվելու է ամսի 17-ին, եկեք ամսի 17-ին էլ կտեսնենք զարգացումները։ Բայց մի հանգամանք էլ էլի բոլոր դեպքերում։ Ինչն է կարևոր, ես ինչի համար եմ մտահոգությունս արտահայտում, զայրույթս արտահայտում կամ զարմանքս արտահայտում։ Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ 1 ժամը։ Դատական նիստի ողջ ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց իրականացնում էին ակցիա, պահանջելով նրան ազատ արձակել։ Պաշտպանական կողմը խափանման միջոցը փոփոխելու միջնորդություններ ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել տնային կալանքը։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա ապրիլի 17-ին ժամը 13:30-ին։ Դատարանի դիմաց հավաքված Սամվել Կարապետյանի աջակիցները ակցիան ավարտեցին միայն դատական նիստի ավարտից հետո։